Մոսկովյան Եվրասիա ավանդական արժեքների տարածք միջազգային խորշոր համաժողովը մի հարկի տակ է համախմբել հասարակական եւ քաղաքացիական կազմակերպությունների, քաղաքագետների, լրագրողների, քաղաքական գործիչների ու բլոգերների Ռուսաստանից, Ղազախստանից, Հայաստանից, Ղրղըզստանից, Բելարուսից եւ Տաջիկստանից։ Բացման հանդիսավոր արարողությունից հետո անցկացվել է Եվրասիական կրթական տարածքի միասնություն խորագրով լիագումար նիստ։ Евразия за год в первую очередь выполняя свою работу. Եվրասիան մեկ տարում միավորել է ԱՊՀ 11 երկիր։ Մեզ համար շատ կարևոր է ուսուսի տված զարգացնել մշակութային, կրթական, տնտեսական հարաբերությունները։ Կարևորում ենք նաև ազգային արժեքների, ավանդույթների, ընտանիքի ու ազգային լեզվի պահպանությունը։ Այդ պատճառով մեր շուրջն ենք համախմբել տարբեր ոլորտի մասնագետների, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ այս հարցերում։ Պետդումայի падգամավորի համար կարևոր է հատկապես հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։ Արշինովայի գնահատմամբ դրանք բարձր մակարդակում են հատկապես սոցիալական հարթությունում, ինչն ավելին է, քան եղբայրական հարաբերությունները։ То, что касается межгосударственных отношений, то сейчас есть некоторая турбулентность. Միջպետական հարաբերություններում հիմա որոշակի տուրբուլենտություն կա։ Մի կողմից Հայաստանի իշխանությունը հայտարարում է եվրասիական ինտեգրումը զարգացնելու մտադրության մասին, մյուս կողմից խորհրդարանն ընդունում է օրենք Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու համար։ Հայաստանը կարող է գնալ Մոլդովայի ճանապարհով, մինչդեռ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին տալիս է ՀՆԱ-ի աճի ամենաբարձր տեմպերից մեկն աշխարհում։ Առանց ռուսական էներգետիկ ռեսուրսների, առանց ռուսական ներդրումների եւ հայ-ռուսական ավանդական հարաբերությունների ոչինչ այսպես չի զարգանա։ Россия никогда не стремилась влиять на Армению. Это глупо. Мы не влияем на своих друзей. Ռուսաստանը երբեք չի ձգտել ազդել Հայաստանի վրա։ Ռուսաստանը ամեն ինչ անում է անկախ եւ ինքնիշխան Հայաստանի զարգացման համար։ Սակայն կան ուժեր, որոնց ինքնիշխան Հայաստան պետք չէ։ Հենց այդ ուժերն էլ փորձում են խարխլել եւ քանդել երկու երկրի պատմական արմատներն ու կապերը։ Համաժողովը կարևոր ու խորհրդանշական է, քանի որ տեղի ունենում հաղթանակի 80-ամյա Հոբելյանին ընթառաջ, ասում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի Վետա Տոնոյանը։ Բազմաթիվ պետություններ համախմբվել են հենց այս գաղափարի շուրջ, քանզի այդ հաղթանակը բոլորինս է եւ ինչպես մի առիթով պարոն Ծառուկյանը արդեն իսկ առիթ ունեցել է նշելու, դա բոլորի հաղթանակն է եւ այդ միասնական հաղթանակը պետք է կիսենք մենք բոլորս։ Կարծում եմ, որ նմանատիպ հանդիպումների կարեւորությունը կանում է նրանում, որ անկախ տարբեր պետությունների, կառավարությունների, իշխանությունների միջև եղած հակասություններին, ժողովուրդների բարեկամությանը այդ հակասությունները պետք է չխանգարեն եւ կարծում եմ, որ այսօրվա այս խորագրի ներքո իրականացվող հանդիպումը ավանդական արժեքների տարածք Եվրասիա խորագիրը կրող հանդիպումը շատ խորհրդանշական է, որովհետեւ վերջին ժամանակահատվածում, երբ հետեւողականորեն եւ տարբեր հարթություններում կոնկրետ պայքար է ընթանում ավանդույթների դեմ, ազգային ավանդույթների դեմ, փորձ է արվում ջնջել թե մարդկանց պատմական հիշողությունը, թե ջնջել եւ մեր հիշողությունից հանել մեր ավանդույթները, նմանօրինակ հանդիպումները առավելագույնս կարեւորվում են։ Բարեկամների եւ դաշնակիցների հետ ավանդական կամուրջների վերականգնում ու նոր կամուրջների հաստատում։ Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաեւ կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։ Կամուրջը միշտ ասել է, ասում է եւ կասի, որ մեր հիմնական նպատակն է կամուրջներ, նոր կամուրջներ ստեղծել այն կազմակերպությունների, պետությունների, այն մարդկանց հետ, ովքեր մեզ հետ կիսում են այն տեսլականը, որը մեզ համար ամենակարևորն է։ Այո, այսպիսի միջոցառումները թույլ են տալիս մեզ ավելի խորքային հասկանալ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում եվրասիական տարածաշրջանում եւ իզուր չէ, որ այսօրվա միջոցառումը հետեւյալ խորագրով է. Եվրասիա ավանդական արժեքների տարածք։ Այո, մեզ համար կամուրջ հասարակական նախաձեռնության համար կարևորագույն նշանակություն ուներ ավանդույթը, մեր հայկականությունը, մեր հայկականության պահպանումը։ Երկօրյա համաժողովի շրջանակում անցկացվել են պանելային քննարկումներ, բանավեճեր եւ նիստեր, նվիրված մշակութային կոդի պահպանմանը, ընդհանուր արժեքների ամրապնդմանն ու միասնական եվրասիական մշակութային տարածքի զարգացմանը։ Նպատակն էր ձևավորել նոր եվրասիական գաղափար եւ ընդհանուր մտածելակերպ, հիմնված հումանիզմի, ավանդական արժեքների եւ հավասար պայմաններով գործակցության սկզբունքի վրա։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։